Մայիսի 5-ին Երևանում մեկնարկել են ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերը, օրակարգում ընդգրկված է 26 հարց, որոնցից 8-ը կքննարկվեն երկրորդ և վերջին ընթերցմամբ, մնացածն առաջին։ Նիստում քննարկվել է Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցը։ 69 կողմ 0 դեմ ձայնով Մարտին Գալստյանն ընտրվել է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։ Ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ելույթում անդրադարձել է ընդդիմության հայտարարություններին, դրանք որակելով քաղաքական տրագիկոմեդիայի ավարտ։ Նա խոսել է ընտրական շեմի, մարզերի դատարկման և ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ ընդդիմության պնդումների մասին։ Ասում է, քվեարկեք ընդդիմադիր ազգային ուժերի, որովհետև այս իշխանությունը դատարկում է մարզերը, որ 300,000 ադրբեջանցի կա։ Արա, այս իշխանությունը դատարկում է մարզերը, այս իշխանությունը դատարկում է մարզերը, Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր միակ իշխանությունը, որի օրոք սահմանամերձ գյուղերում 2000-ից ավել տուն է կառուցվել, այս իշխանությունն է։ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղերում միակ իշխանությունը, որի օրոք այդքան տուն է կառուցվել, Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունն է, քաղաքացիական պայմանագիրն է։ Միակ իշխանությունը, որի օրոք մանկապարտեզները ոչ թե թալանվել են, գնացել ձեր օրթախների համար դարել, մեկի կնգա համար գեղեցկության սալոն, մեկի ընկերուհու համար մասաժ սալոն, մեկի համար չգիտեմ ինչ, այլ կառուցվել են մանկապարտեզները, այս իշխանությունն։ Միակ իշխանությունը, որտեղ ոչ թե պաշտոնյաներն են դղյակներ գցում, պաշտոնյաները հիպոթեկով տներ են առնում, իսկ երեխեքի համար դղյակներ են գցում դպրոցների տեսքով, ահռելի կառույցներ, գերժամանակակից սեյսմիկ կայուն ամենալավ գույքով։ Այս իշխանությունն է, այդ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Մի հատ գնացեք նայեք էլի ձեր թողած իշխանության։ Ազգային ժողովում քննարկվել է նաև քաղաքացիական ծառայության մասին օրենքում փոփոխությունների փաթեթը։ Նախագիծը ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Լուսինե Քոչարյանը։ Փոփոխություններով առաջարկվում է օրենքից հանել պաշտոն զբաղեցնելու առավելագույն 65 տարեկան շեմի սահմանափակումը, այսինքն այն անձինք, որոնք նախկինում կարգավորումներով 65 տարին լրանալուց հետո ազատվում էին աշխատանքից, նոր կարգավորումներով կկարողանան շարունակել աշխատել։ Արդյունքում աշխատանքային հարաբերությունները կարող են դադարեցվել միայն պայմանավորված անձի մասնագիտական կարողություններով, կատարողականով և արդյունքային գործունեությամբ։ Հիմք է ընդունվել այս փոփոխության համար նաև ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 24-40 թվականների ռազմավարությունը, որով նախատեսված նպատակներից է ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովում, պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավմամբ և վերջիններիս ներուժի իրացման հնարավորությամբ։ Նիստում արդարադատության նախարար Սրփուհի Գալյանն էլ ներկայացրել է քրեական օրենսգիրքում և քրեակատարողական օրենսգիրքում փոփոխությունների փաթեթը։ Նախագիծը վերաբերում է դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կատարելագործմանը։ Գալյանի խոսքով դատապարտյալների վարքագիծը չպետք է ոչ պատշաճ գնահատվի միայն այն պատճառով, որ նա չի հատուցել տուժողին պատճառած վնասը։ Նաև անհրաժեշտ եմ համարում նշել, որ դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքները գնահատելու նպատակով ստեղծվում է վերասոցիալականացման գնահատման հանձնաժողով, որը յուրաքանչյուր դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքների արդյունքները քննարկում է 3-ից 6 ամիս պարբերականությամբ և տալիս է դատապարտյալի վերասոցիալականացման համար անհրաժեշտ աշխատանքների, դրանց գնահատման և փոփոխման վերաբերյալ եզրակացություն։ Նիստում քննարկվել են նաև դատական գործերի քննության ժամկետները, որի նպատակն է արագեցնել քրեական գործերի քննությունը պահպանելով արդար դատաքննության սկզբունքը։ Առաջարկվում է սահմանել, որ քրեական գործը պետք է քննվի 1 տարվա ընթացքում երկարաձգման հնարավորությամբ։ Առաջարկվում է նախատեսել դատաքննության հստակ ժամկետներ, մասնավորապես քրեական գործը պետք է այսուհետ քննվի 1 տարվա ընթացքում, միաժամանակ դատարանը հաշվի առնելով գործի իրավական բարդությունը, բարոյթային անհրաժեշտ գործողություններ կատարելու ծավալը և այլ հանգամանքներ, որոնք անխուսափելիորեն երկարացնում են գործի քննության տևողությունը, կարող է պատճառաբանված որոշմամբ ոչ ավել քան 2 անգամ երկարաձգել նշված ժամկետը, յուրաքանչյուր դեպքում առավելագույնը 1 տարի ժամկետով։ Նշված ժամկետի խախտումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության, բայց չի նշանակելու, որ
գործով վարույթի քննությունը ավարտվել է կամ ենթակա է կարճման։ Նախարարն ընդգծել է, որ կառավարությունը շարունակում է բոլոր դատարաններում եւ դատաքննությունների բոլոր տեսակների համար հստակ ժամկետներ սահմանելու քաղաքականությունը։ Խորհրդարանում քննարկվել են նաեւ խաղային գործունեության կարգավորմանը վերաբերող փոփոխություններ, քննարկման առանցքում առցանց խաղատների վերահսկումներ, չգրանցված բուքմեքերական կայքերի հասանելիության սահմանափակումը եւ ոլորտի հնարավոր խստացումը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշել է, որ ոլորտը միանգամից փակելու դեպքում խաղային հոսքերը կարող են տեղափոխվել արտասահմանյան եւ չվերահսկվող հարթակներ, ուստի նախ պետք է գործարկվի խաղային ոլորտի օպերատորը։ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ նշել է, որ հարցը պետք է դիտարկել ոչ միայն խաղատների, այլև ոլորտում գործող ընկերությունների ամբողջական գործունեության համատեքստում։ Մենք պետք է խոսանք ոչ միայն կազինոյի մասին, այլ նաև ընդհանրապես ընկերությունների գործունեության մասին, որովհետեւ կարողանանք օբյեկտիվորեն գնահատական տալ ընդհանուր առմամբ ինչա կատարվում այդ ոլորտում։ Միաժամանակ Արշակյանը նշել է, որ պետությունը պետք է գնա առցանց կազինոների գործունեության կտրուկ սահմանափակման ճանապարհով։ Նրա խոսքով կարևոր է, որ խաղային ինդուստրիալի ստեղծած հավելյալ արժեքը Հայաստանում պահպանվի, սակայն ոչ խաղամոլության հաշվին։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։